Մշակույթ, հատուկ հավելված, արվեստը, մշակույթը, մարդն ու ժամանակը։ Լրատվական ռադիոյի եթերում մշակույթ հատուկ հավելվածի հերթական թողարկումն է։ Խոսափողի մոտ է Անահիտ Ղազարյանը։ Բանաստեղծություն գրող շատերին գիտեմ, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքում բանաստեղծություն գրելով երբևէ չեն առնչվել պոեզիային եւ բանաստեղծությանը, եւ ընդհակառակը շատերին էլ գիտեմ, որ երբևէ բանաստեղծություն չգրելով երբևէ չեն կտրվել ու չեն բացակայել պոեզիայից։ Նման ձևակերպում տվել է Արմեն Շեկոյանը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք երիտասարդ բանաստեղծ Տաթև Չախչախյանին կամ Տաթև Այասին, ում հետ էլ փորձելու ենք պարզել, թե որն է բանաստեղծությունը, որն է գրականություն, ոչ գրականություն սահմանը եւ առհասարակ խոսելու ենք մտածող մարդու, մտածող քաղաքացու մասին։ Ողջույն Տաթև։ Ողջույն Անահիտ ջան։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ։ Մի քիչ հիվանդ եմ, հասցրել եմ մրսել Մաշտոցի պուրակում վերջին օրերին։ Բանաստեղծը նաև ակտիվորեն պետք է մասնակցի քաղաքացիական կյանքին։ Գրողների մեծ մասը կարծում է, թե գրողը պետք է լինի հենց այդ թոհուբոհի կենտրոնում, իսկ մյուս մասը ընդհակառակը կարծում է, թե գրողը պետք է ստեղծագործի փակված, մեկուսացած, ապրի իր սուբյեկտիվ իրականության մեջ, բայց կարծում եմ գրողը պարտավոր չէ որևէ դեր ստանձնել, առավել եւս աշխարհը փրկողի դեր։ Ու ընդհանրապես երևի մարդու ամենամեծ ազատությունը ոչինչ չանելու ազատությունն է։ Ու եթե երբևէ ինչ-որ մեկը քեզ չգիտեմ սխալմամբ թե չէ անվանել է գրող, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պարտավոր ես ապացուցել դա, Իսկ ինչ վերաբերում է ինձ, իմ ներսի քաղաքացին, գրողը ու իմ բոլոր սոցիալական դերերը իմ հատվող իրականություններն են։ Ու իմ գլխավոր նպատակն է, որ դրանք կարողանան իրար հետ ընդհանուր լեզու գտնել, բարեկամություն անեն ու ունենան խոսելու ընդհանուր թեմա, որ չլինի այնպես, թե քաղաքացիս աշխատի, որ գրողը սուտի կամ հակառակը, այլ կարողանան հանգիստ նստել ու զրուցել իրար հետ։ Այսինքն իմ քաղաքացին ու իմ գրողը գտնեն մեկ ընդհանուր լեզու, ու դա թող լինի գրականության լեզուն։ Բանաստեղծություն գրելը քեզ համար ինչ է, աշխարհը փոխելու, փրկելու, աշխարհը ավելի լավ ճանաչելու, թե նոր աշխարհ ստեղծելու միջոց։ Աշխարհը փոխել, աշխարհը փրկել, չգիտեմ, շատ բարձր են, հնչում։ Երևի աշխարհը փոխել նշանակում է փոխել մարդու ներսում ինչ-որ մի բան, երբ որ մարդու ներսում ինչ-որ մի բան փոխվի, կփոխվի նաև աշխարհը։ Իսկ գրականությունն ինչ է անում, եթե չի փոխում մարդու ներսը, ինչ-որ շարժ մարդու ներսում։ Եթե ձևակերպումներիդ հետևեմ, ապա կարող եմ ասել, որ գրելը ճանաչելու միջոց է։ Այսինքն գրելով աշխարհը թարգմանում ես քեզ ճանաչելի լեզվով, որովհետև այն ինչ ճանաչված չի, դեռ քաոս է։ Ու քաոսը քո միջով անցկացնելով թարգմանում ես մի լեզվով, որը քեզ հասկանալի կլինի։ Ստացվում է գրում եմ, որովհետև քիչ բան եմ ճանաչում կամ քիչ բան եմ հասկանում կամ ընդհանրապես չեմ հասկանում։ Գրում եմ, որ հասկանամ։ Այսինքն կարելի է ասել, որ թարգմանելը համակարգելու պես մի բան է, երբ որ դու փորձում ես քաոսը թարգմանել, այսինքն փորձում ես համակարգել քաոսը։ Փորձում ես համակարգել ու տալ որևէ ֆորմա, որովհետև ճանաչելը սկսվում է քաոսին ֆորմա տալուց։ Վերջերս շատ է շրջանառվում այն միտքը, թե որն է բանաստեղծություն եւ որը բանաստեղծություն չէ։ Դու ինչ ես կարծում, որն է այդ չափորոշիչը, որով կարելի է որոշել, որ այսա բանաստեղծություն է կամ այսա բանաստեղծություն չի, որովհետև Շատ ճիշտ ես նկատել, մանավանդ ավագ սերնդի կողմից, միշտ կա այդ բանաստեղծության իրենց ընկալման ֆիլտրով անցկացնելը ու ըստ այդմ որակելը, սա բանաստեղծություն է, սա բանաստեղծություն չի։ Գիտես, բանաստեղծությունը ու ընդհանրապես գրականությունը սահմանված չի ու չունի կոնստանտ չափորոշիչներ, որ դրանց համապատասխանող տեքստը կոչվում է գրականություն ու դրանից ցանկացած շեղում գրականություն չի։ Գրականությունը այն է, ինչ դու կստեղծես ու կձևակերպես եւ ապա կմեկնաբանես որպես գրականություն։ Արվեստն էլ է նույն ձևի մեջ տեղավորվում։ Օրինակ Դյուշանի զուգարանակոնքը արվեստ չէր մինչ այն պահը, երբ ինքը դա ձևակերպեց ու մեկնաբանեց որպես արվեստ։ Նույն կերպ էլ գրականությունը, ու եթե կոնկրետ չափորոշիչներով դատելու լինեինք, ապա կբացառեինք գրականության զարգացումը, առաջընթացը, որովհետև եթե չկա առաջընթաց, ուրեմն չկա նաև նոր ձևի փնտրտուք։ Ու եթե գնահատումը արվում է կոնկրետ չափորոշիչներով, ապա նոր ձևը միշտ կմերժվի։
Կուզեմ քեզ հետ չհամաձայնել, գրողի բացատրությունը կամ մեկնաբանությունը այդտեղ քեզ այդքան էլ կարևոր չի ու քեզ պետք չի, որովհետև երբ որ դու տեքստն եք, այդտեղ չկա գրող, կամ գրողը կա անուղղակիորեն, հա, ու չկա նրա մեկնաբանությունը, ու գուցե ինձ պետք չի, որ գրողը մեկնաբանի, թե ինքը ինչ է գրել, թող ինքը այնպես գրի, որ ես հասկանամ, որ սա գրականություն է։ Այս է խնդիրը։ Մեկնաբանություն ասելով ես նկատի չունեմ մի բան, որը կցվում է տեքստին որպես բացատրություն։ Մեկնաբանությունը ու ձևակերպումը ինքնին տեքստն են, հա։ Մեկնաբանությունն ու ձևակերպումը ինքնին դրված է տեքստում։ Եթե ինքը իր տեսակի մեջ արդարացված է, իր ֆորմայի կառուցվածքի մեջ արդարացված է, ապա դու այդ մեկնաբանությունը կստանաս հենց տեքստում։ Ու ընդհանրապես երբ գնում է այս խոսակցությունը, սա ճիշտ է, սա ճիշտ չէ, սա գեղեցիկ է, սա գեղեցիկ չէ, սա գրականություն է, սա գրականություն չէ, գլխավոր հարցն այն է, թե դու ինչ ես փնտրում։ Դու փնտրում ես գրականություն, թե գրականության մասին քո պատկերացումները։ Եթե դու փնտրում ես գրականության մասին քո պատկերացումները, ապա դրանք միշտ չէ, որ կարող են համապատասխանել գրողի պատկերացումներին։ Ու այդ դեպքում դու մի շարք բաներ կորակես ոչ գրականություն։ Իսկ եթե բացես նոր ձևի, նոր ֆորմայի առաջ, դու կարող ես չհավանել, չսիրել, չկարդալ գրողի ստեղծածը, բայց կարող ես հավատալ իր մեկնաբանությանը, հավատալ, որ ինքը գրականություն է ներկայացնում։ Ու քիչ առաջ խոսում էինք մեկնաբանելուց ու ձևակերպելուց, հա, ընդհանրապես գրականությունը ինչով է տարբերվում օրինակ լրագրողական հոդվածից։ Հոդվածը իրականության արտացոլումն է, ուղղակի արտացոլումը։ Իսկ գրականությունը իրականության վերաձևակերպողն է։ Այստեղ նույն տարբերությունն է, ինչ ֆոտոյի ու գեղանկարի։ Ֆոտոն անմիջապես արտացոլում է իրականությունը, հա, ինչպես լրագրողը հոդվածում, իսկ գեղանկարը վերաձևակերպում է ու թարգմանում իրեն ճանաչելի լեզվով գրականությունը, այնպես ինչպես գրողը։ Օրինակ, նույն հանրահավաքի մասին կարող է գրել եւ լրագրողը եւ գրողը, ու որը կլինի դրանց տարբերությունը։ Լրագրողը երևույթը չի անցկացնում իր միջով ու չի թարգմանում իրեն ճանաչելի լեզվով, այսինքն այն, ինչի մասին խոսում ենք հաղորդման սկզբում։ Խոսեցինք գրականության, բանաստեղծության քո ընկալման մասին եւ որպեսզի պատկերացումը ավելի ամբողջական լինի, լավ կլինի, որ կարդաս քո բանաստեղծություններից վերջինը կամ որը կցանկանաս։ Լավ, հենց վերջինն էլ կարդանք։ Թե երկիրդ քարքարոտ է ու չորային, բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի։ Մեր նախագահը, որ բանասեր է կարծեմ, պայմանագրերի ետևում ոտանավոր է գրում մենության, տխրության, իսկ հուսահատ պահերին հրաժարականի մասին։ Եվ ընդդիմությունը հայհոյում է հանգավոր, ու մենք գոռգոռում ենք ռիթմով։ Պաշտպանության նախարարը տաղեր է ձոնում պատերազմին, որ անհաջող հարևանի սիրտը փափկի, որ ռումբն անաղմուկ ընկնի։ Կենտրոնական բանկի նախագահը վերլիբր է կարդում ճգնաժամի մասին եւ լրագրողը ոտքի վրա գրում է քառյակներ վերջին վթարների ու հատկապես ինքնասպանների մասին, որ բանաստեղծություն են թողնում գրպանում։ Պատերի տակ բոմժերը ակրոստիկոս են նվիրում ցրտին ու սովին։ Երբ կյանքը շատ է ծանրանում, տողատիր, որ հեշտ ապրվի։ Ու մանավանդ, թե չգիտես ոնց խոսել ցեղասպանության, հայրենիքի ու թշնամու մասին, անպայման բանաստեղծություն գրիր, որ պատմության դասագիրքը հեշտ մարսվի։ Երևի կարիք չկա ասել, թե երկիրդ քարքարոտ է ու կավահող, մեռելներիդ բանաստեղծությամբ ճամփիր, որ հողը թեթև լինի։ Ում համար ես գրում դու բանաստեղծություն, քեզանից բացի, հա, դու գրում ես ինչպիսի ընթերցողի համար։ Գրում եմ փողոցով քայլող մարդու համար, ում դարձրել եմ գրականություն, ում դարձրել եմ իմ գրականության հերոսը։ Վերջերս մի այսպիսի ակցիա արեցի, պաստառով, որի վրա գրված էր գրականություն, քայլում էի Երևանի փողոցներով, քայլում էի ազգային ժողովի մոտով, գրողների միության մոտով, քայլում էի գետնանցումով, նույն բոմժերի մոտով, որոնց մասին գրում եմ, այդպես քայլելով գնացի հասա հանրահավաքի։ Ու հենց այստեղ պարզ է դառնում քո տված հարցի պատասխանը, հա։ Գրում եմ նրանց համար, ովքեր դառնում են իմ գրականության հերոսը։ Գրականության պատմության ամբողջ ընթացքում նման մի հարց է տանջել, հա, տանջել ճակերտավոր բոլորին, թե արդյոք ընթերցողը պետք է բարձրանա գրականության մակարդակին, թե գրականությունը պետք է իջնի ընթերցողի մակարդակին։ Այսօր էլ նույնիսկ շատ երիտասարդ գրողներ ասում են, թե չեն ուզում, այսպես ասած, հավասարվել ընթերցողի մակարդակին ու գրում են մի քայլ բարձր գրականություն, հա, ընթերցողից բարձր գրականություն, որպեսզի ընթերցողը ձգվի ոտնաթաթերի վրա ու հասնի գրականությանը։ Ես նման խնդիր չեմ դնում ոչ ցածրում գտնվելու, ոչ բարձրում։ Փորձում եմ անել այնպես, որ իմ գրածը ընթերցողի հետ քայլի նույն փողոցով։
Շնչի նույն օդին, ինչ ընթերցողն է շնչում։ Խոսի ընթերցողին հասկանալի լեզվով։ Բայց ընթերցողը լայն հասկացություն է ու բազմաշերտ է։ Չգիտեմ ինչքանով է ստացվում, ինչքանով չի ստացվում գրածիս մեջ դնել այդ բոլոր շերտերը։ Համենայն դեպս շատ եմ ուզում այդպես լինի։ Ու գիտես, նախորդ մտքի հետ կապված ուզում եի նաև ասել, որ կարծում եմ շատ գրահիկ է, երբ թզուկին դարձնում ես քո գրականության հերոսը, իրեն դարձնում ես գրականություն, հետո այդ գիրքը փակում ու դնում ես մի շատ բարձր դարակում ու ասում՝ դե ձգվիր, որ հասնես դրան։ Եթե ինքն է դարձել քո գրականության հերոսը, բարի եղի իրեն մատչելի տեղում դնես գիրքը։ Իսկ ընթերցողին գրքով ներկայանալու ցանկություն չկա։ Հա, մի ժամանակ մտածում էի, որ ընդհանրապես կարիք չկա գիրք տպելու։ Դա երևի իմ արածի նկատմամբ ավելի անլուրջ վերաբերմունք էր, հա։ Հիմա մտածում եմ, որ իսկապես պետք է, որովհետև երևի նորություն չի լինի, եթե ասեմ, որ գիրքը միջոց է, որպեսզի կարողանաս իմի բերել քեզ քո ստեղծագործական որոշակի էտապը, հա, ժամանակաշրջանը, մտածողությունը, ու այդ իմաստով գիրքը նաև անջատում է ինքդ քեզնից, հեռացում, մոռացում ինքդ քեզ քո ստեղծագործությունը, իսկ մոռանալ հնարավոր չի այն, ինչը ցակուցրիվ թափառում է քո շուրջը։ Մոռանալու համար պետք է տանել 7 սարենկող, 7 ծովենկող, չգիտեմ, դնել 7 քարի արանքում ու 7 էջի արանքում ու փակել դնել մի անկյունում։ Հեռացումը, բաժանումը միշտ ծիսական է լինում, այսինքն ծեսը գալիս է ֆիքսելու այդ սահմանային անցումային վիճակը։ Օրինակ զույգերի բաժանումը կամ մարդու թաղումը, հա, դրանք ծիսականացվում են, որպեսզի կարողանան ֆիքսել վիճակը։ Ու գիրքն էլ ըստ էության ծես է։ Արի ձևակերպենք այսպես, հա, գիրքը գրողի բաժանման ծեսն է ինքն իրենից։ Էմիլ Սիորանը ասում էր, որ գիրքը հետաձգված ինքնասպանություն է, ու ինքնասպանությունն էլ ըստ էության բաժանում է, հա։ Ու հիմա մտածում եմ, որ պետք չի շատ ձգձգել գիրքս, շատ ձգձգել ինքնասպանությունս, որովհետև երբ մահը շատ ես ձգձգում, մեռնելու հավեսն էլ ա կորում։ Այսինքն մոտ ապագայում պլաններ կան գրքով ներկայանալու։ Պլաններ կան։ 2012-ի իմ սպասումը ինձնից գիրքն է։ Քանի որ հաղորդումը որոշակի սահմաններ ունի, որոշակի ժամանակահատվածի մեջ պետք է տեղավորվենք, վերջում մի հարց. ինչ է կարդում Տաթև Չախչախյանը հիմա։ Միշտ զուգահեռ մի քանի բան եմ կարդում, հա։ Նախ փորձում եմ ինձ համար պարտադիր հեղինակներին կարդալ, բացերս լրացնել։ Օրինակ վերջին շրջանում ֆրանսիական պոեզիայի բացերս եմ փորձում լրացնել։ Անպայման կարդում եմ այսօր ստեղծվող գրականությունը, խոսքս թե հայ հեղինակների մասին է, որոնց մեջ արդեն ունեմ իմ սիրելի հեղինակներին, թե արտասահմանյան ժամանակակից գրականության մասին է, եւ իհարկե կարդում եմ գիտական գրականություն, հա, մասնավորապես մշակութաբանություն, արվեստաբանություն, սոցիոլոգիա, որովհետեւ գեղարվեստական գրականությունը ինքնաբեղմնավորվող չէ, այսինքն միշտ քեզ պետք է գեղեցկացնես այլ գիտելիքով, լցնես, հարստացնես այլ գիտելիքով, որպեսզի քո միջի գրողը քեզ սիրի, որպեսզի սիրեք իրար ու երեխաներ ունենաք։ Եղավ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Խոսափողի մոտ էր Անահիտ Ղազարյանը, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր երիտասարդ գրող Տաթև Չախչախյանը, իսկ հաղորդումն ուզում եմ ավարտել հենց նրա խոսքերով, թե երկիրդ քարքարոտ է ու չորային, բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մեկ շաբաթից, առայժմ